Հոկտեմբերի վերջին շաբաթը դարձավ տարվա ամենաավերիչ շաբաթներից մեկը։ Կարիբյան ավազանում մոլեգնում էր 5-րդ կատեգորիայի արևադարձային Մելիսսա փոթորիկը։ 3 օրվա ընթացքում մոլորակը ցնցվեց 6 կամ ավելի մագնիտուդով 6 ստորերկրյա ցնցումներից, իսկ Վիետնամում տեղացած անձրևները գրեթե գերազանցեցին բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդը։ Իմացեք ավելին անցյալ շաբաթվա այս եւ այլ կլիմայական իրադարձությունների մասին։ Մենք նաեւ կպատասխանենք յուրաքանչյուր թողարկման ներքևում հայտնվող մեկնաբանություններին։ ԱՄՆ Հոկտեմբերի 25-ի գիշերը ուժեղ ամպրոպներ տեղի ունեցան Դալլաս-Ֆորթ Ուորթ շրջանում, որը Տեխասի հյուսիսային խոշոր տարածք է։ Քամու պոռթկումները հասել են ժամում 18 կմ արագության։ Ռադարը գրանցել է հնարավոր տորնադոյի առաջացման հավանականություն, սակայն մասնագետները հետագայում պարզել են, որ դիտարկված վնասը ավելի բնորոշ է մինչև ժամում 135 կմ արագությամբ ուղիղ քամիներին։ Փոթորիկը ուղեկցվել է հարյուրավոր կայծակներ։ Մի քանի կայծակներ հարվածել են բնակելի շենքերին, Դալլաս և Դանտոն շրջաններում 6 հրդեհ առաջացնելով։ Դալլաս-Ֆորթ Ուորթ միջազգային օդանավակայանում 24 ժամվա ընթացքում տեղացել է 79 մմ անձրև, որը վերջին քառորդ տարի հոկտեմբերյան ռեկորդն է։ Առավոտյան ամպրոպի ճակատը անցավ Տեխասի ամենամեծ քաղաք Հյուսթոնով, թողնելով մոտ 260,000 մարդու առանց էլեկտրաէներգիայի։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան նույն եղանակային համակարգը Ֆլորիդա էր բերել աղետալի տեղատարապ անձրևներ։ Տասնյակ ճանապարհներ և բնակելի թաղամասեր ջրի տակ էին։ Սանֆորդ նահանգում գլխավոր մայրուղիներից մեկը ամբողջությամբ ջրի տակ էր հայտնվել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տարածաշրջանի համար արտակարգ դրություն հայտարարեց հազվագյուտ եղանակային պայմանների և հանկարծակի ջրհեղեղների պատճառով, որը հազվագյուտ միջոց է տարածաշրջանի համար։ Լեյք շրջանում 24 ժամվա ընթացքում տեղ-տեղ տեղացել է մինչև 500 մմ անձրև, որը համեմատելի է ԱՄՆ պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկներից մեկի՝ Եան արևադարձային փոթորկի տեղումների հետ։ Մաունտ Դորայում և հյուսիսում ջուրը վնասել է ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Որոշ տարածքներում բնակիչներին կոչ են արել ջուրը եռացնել խմելուց առաջ։ Հյուսիսի մոտակայքում առաջացել են 2 փոսեր, որոնք հավանաբար առաջացել են ստորգետնյա գրունտի էրոզիայի պատճառով։ Բենջամին փոթորիկը Հոկտեմբերի 23-ից սկսած Բենջամին փոթորիկը տարածվեց ամբողջ Եվրոպայով, բերելով փոթորկի ուժգնությամբ քամիներ, ուժեղ անձրևներ և ջրհեղեղներ։ 7 երկրներ հայտարարեցին նարնջագույն տագնապի մասին։ Փոթորիկը խաթարեց ճանապարհային, երկաթուղային, լաստանավային և օդային տրանսպորտը։ Վերջին 24 ժամվա ընթացքում խոշոր ավիաընկերությունները չեղարկեցին ավելի քան 260 չվերթ և ավելի քան 870-ը հետաձգվեցին։ Հազարավոր ուղևորներ մնացին Լոնդոնի, Ամստերդամի, Փարիզի, Դուբլինի և Ֆրանկֆուրտի օդանավակայաններում։ Ամենաշատը տուժեց Ֆրանսիան, Լա Մանշի և Ատլանտյան օվկիանոսի ափերին փոթորկի ուժգնությամբ քամիներ էին մոլեգնում, Կորսիկա կղզում հասնելով ժամում 168 կմ արագության։ Բիսկայի ծոցում ալիքների բարձրությունը գերազանցեց 14 մետրը, տարբեր շրջաններում 7 մարդ վիրավորվեց ընկնող ծառերի պատճառով։ 140,000 տնային տնտեսություններ մնացին առանց էլեկտրաէներգիայի, Փարիզում և նրա արվարձաններում զբոսայգիներն ժամանակավորապես փակվեցին, ուժեղ անձրևները հարվածեցին Կորեզ և Կանտել դեպարտամենտներին։ Ընդամենը 24 ժամվա ընթացքում տեղաց 109 մմ անձրև։ Կորսիկայում մի տղամարդ ողբերգական մահ ունեցավ։ Նրան տարավ հզոր հոսանքը, երբ ընտանիքի հետ լողում էր Ֆանգո գետում, ջուրը այնքան արագ բարձրացավ, որ անակնկալի բերեց նրանց, բարեբախտաբար, նրա կինը և 2 երեխաները փրկվեցին։ Մեծ Բրիտանիայի Սաֆոլք քաղաքում ավելի քան 2000 տուն մնաց առանց էլեկտրաէներգիայի, իսկ ժամում 120 կմ արագությամբ քամին տապալեց ծառերը երկաթուղային գծերի վրա։ Նիդերլանդներում փոթորիկները և ուժեղ անձրևը խցանումներ առաջացրին։ Գագաթնակետային ժամին խցանումների երկարությունը գերազանցեց 900 կմ, արագընթաց գնացքների երթևեկությունը նույնպես դադարեցվեց։ Շվեյցարիայում նավագնացության ընկերությունը չեղարկեց Ժնև լճի վրա բոլոր ծառայությունները։ Սենտ Գալեն քաղաքի մոտակայքում քամու ուժեղ պոռթկումը շրջեց միկրոավտոբուսի կցորդը, 2 ժամով խցանելով է 13 ազգային ճանապարհի երթևեկությունը։ Իսպանիայում հրշեջները արձագանքել են ավելի քան 600 հրշեջ կանչերի, այն բանից հետո, երբ քամին տապալեց ծառեր և վնասեց շենքեր, 26 մարդ վիրավորվեց, որոնցից 11-ը հոսպիտալացվեց։ Տարագոնա նահանգում փոթորիկը ևս մեկ վթարի պատճառ է դարձել։ Մեկ տղամարդ քշվել է հզոր ալիքներով և խեղդվել։ Արևադարձային Մելիսսա փոթորիկ Հոկտեմբերի 28-ի առավոտյան արևադարձային Մելիսսա փոթորիկը, հասնելով 5-րդ կատեգորիայի, ափ հասավ Ջամայկայի Նյու Հոուփ քաղաքի մոտ, գրանցելով ժամում գրեթե 300 կմ արագություն։
Այն դարձավ տարածաշրջանի փոթորիկների դիտարկումների 174-ամյա պատմության մեջ ամենահզոր փոթորիկը։ Ճյուղերը և բեկորները թռչում էին օդում, շենքերը կորցնում էին իրենց տանիքները, իսկ փողոցները վերածվում էին մոլեգնող հեղեղների։ Փոթորկի ալիքը ողողել էր Բլեք Ռիվերի պատմական նավահանգստի փողոցները, Սուրբ Եղիսաբեթ ծխական համայնքը, երկրի գլխավոր գյուղատնտեսական կենտրոնը, նույնպես գրեթե ամբողջությամբ ջրի տակ էր, մի քանի ընտանիք կտրված էին արտաքին աշխարհից, և փրկարարները չէին կարողանում հասնել նրանց։ Փոթորկի ավերիչ ուժը անցել էր նաև Մոնտեգո Բեյի վրայով, որը երկրի երրորդ ամենամեծ քաղաքն ու գլխավոր զբոսաշրջային վայրն է։ Հյուրանոցները ջրհեղեղի էին ենթարկվել, առաստաղներից ջուրը հոսում էր ջրվեժի պես։ Կղզու բնակչության 3/4-ը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի և կապի։ Մոտ 15,000 մարդ ապաստան էր գտել ապաստարաններում։ Ճամայկայի ամբողջ տարածքը հայտարարվել էր աղետի գոտի, տեղացիները նկարագրել են տեսարանը որպես աղետի մասին ֆիլմից վերցված տեսարան, լուցկու հատիկների պես կոտրված արմավենիներ, հեղեղված ճանապարհներ, ջրի տակ անցած տներ։ Ճամայկայում փոթորիկը խլեց 19 մարդու կյանք։ Փոթորկից անմիջականորեն տուժած երկրորդ երկիրը Կուբան էր։ Այնտեղ այն բերեց ուժեղ անձրևներ և փոթորկի ալիք։ Ավելի քան 735,000 մարդ նախապես տարանվեց, հատկապես ցածրադիր և ափամերձ տարածքներից։ Հաղորդվել է ջրհեղեղների, տանիքների վնասման և էլեկտրահաղորդման գծերի ոչնչացման մասին։ Մելիսա փոթորիկը ազդել է նաև Կարիբյան ավազանի այլ երկրների վրա, թողնելով քաոս և մարդկային կորուստներ։ Հայիթիում այն բերեց տեղատարապ անձրևներ և քամու պոռթկումներ։ Պետիգոավ քաղաքում գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղի ենթարկելով տներ և կամուրջներ։ Պաշտոնական տվյալներով երկրում զոհվել է առնվազն 30 մարդ, կան նաև անհետ կորածներ։ Ջրհեղեղներն ու սողանքները ավերել են ճանապարհները, ինչի հետևանքով շատ գյուղեր անհասանելի են դարձել փրկարարների համար։ Հայիթի իշխանությունները իրավիճակը որակել են որպես ազգային աղետ։ Դոմինիկյան Հանրապետությունում 1 մարդ մահացել է, ևս 1 մարդ անհետ կորած է։ Փոթորկի պատճառով ջրամատակարարման համակարգի խափանումների պատճառով առնվազն 1,270,000 բնակիչ մնացել է առանց քաղցրահամ ջրի հասանելիության։ Մելիսսան Ատլանտյան օվկիանոսում գրանցված ամենահզոր փոթորիկներից մեկն էր։ Վիետնամ։ Անցյալ շաբաթ կենտրոնական Վիետնամը բախվեց աղետալի ջրհեղեղի հետ ռեկորդային տեղումներից հետո, Հուիում երկրի նախկին կայսերական մայրաքաղաքում, որը հայտնի է իր պատմական հուշարձաններով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրերով, մեկ օրում տեղացել է ավելի քան 1700 մմ անձրև, սա աշխարհում գրանցված երկրորդ ամենաբարձր տեղումն է։ Աղետը խլել է 10 մարդու կյանք, իսկ ևս 5-ը անհետ կորած են համարվում։ Կենտրոնական Վիետնամի քաղաքները գործնականում կաթվածահար են եղել, Հուիում և Դանանգում տասնյակ շրջաններ ջրի տակ են մնացել, ջրի մակարդակը տեղ-տեղ հասել է 4 մետրի, բնակելի թաղամասերը ջրհեղեղի են ենթարկվել, ճանապարհները քանդվել են, իսկ կամուրջները վնասվել են։ Տրատան համայնքում տեղի է ունեցել 30 սողանք, որի հետևանքով ավերվել են 11 տներ։ Ջրհեղեղների պատճառով Հուոնգ գետի վրա ամենակարևոր երկաթուղային կամուրջների փլուզումը կանխելու համար ավելի քան 1100 տոննա ընդհանուր քաշով քարերով 2 գնացք ուղարկվեց դրանք ամրացնելու համար։ Ավերածությունների մասշտաբները հսկայական էին։ Ջրհեղեղի են ենթարկվել ավելի քան 65,000 տնային տնտեսություններ, ոչնչացվել են գյուղատնտեսական հողեր և սատկել է մի քանի հազար գլուխ անասուն։ Փրկարարական աշխատանքները տեղի են ունեցել անդադար անձրևների պայմաններում։ Արգենտինա։ Հոկտեմբերի 25-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում և նրա շրջակա տարածքներում ուժեղ անձրևներով փոթորիկ տեղի ունեցավ։ Որոշ շրջաններում մեկ ամսվա նորմայից ավելի անձրև է տեղացել, մինչև 155 մմ, որի մեծ մասը ընդամենը 2 ժամում։ Մի քանի կարևոր մայրուղիներում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Որոշ շրջաններում մեքենաները մինչև տանիքները ջրով են լցվել։ Մերձքաղաքային երթևեկությունը նույնպես խափանվել է։ Լա Պլատա գետը թափվող մետրանո հոսքի ջրի մակարդակը բարձրացել է գրեթե 2.5 անգամ, գերազանցելով 5 մետրը, ինչը ջրհեղեղի հիմնական պատճառն է դարձել։ Փողոցները վերածվել են գետերի, մարդկանց ստիպելով անցնել մինչև գոտկատեղը հասնող ջրերի միջով։ Մայրաքաղաքային տարածաշրջանում մոտ 45,000 օգտատերեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Պատմական տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերին նման ծայրահեղ անձրևները չափազանց հազվադեպ են Բուենոս Այրեսի համար։ 1906 թվականից ի վեր սա ընդամենը երրորդ դեպքն է, երբ հոկտեմբերին մեկ օրվա ընթացքում ավելի քան 100 մմ անձրև է տեղացել։ Թուրքիա։
Հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Բալիկեսիր նահանգի Սնթիրի շրջանում տեղի ունեցավ 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Դրա էպիկենտրոնը գտնվում էր ընդամենը մոտ 6 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են ոչ միայն մոտակա նահանգներում, այլև հարևան երկրներում։ Չնայած երկրաշարժի ուշքնությանը եւ հիպոկենտրոնի մակերեսին մոտ լինելուն, զոհերի կամ լայնածավալ վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Բալիկեսիրում փլուզվել է 4 շենք, որոնցից 3-ը լուրջ վնասվել էին նախորդ սեյսմիկ իրադարձությունից։ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ Մանիսա նահանգում 42 բնակիչ բժշկական օգնության կարիք է ունեցել։ Երկրաշարժից վնասվել է 9 շրջանների 83 շենք։ Հիմնական ցնցմանը հաջորդել է սեյսմիկ ալիք։ Հոկտեմբերի 28-ի գիշերից մինչև կեսօր գրանցվել է մոտ 500 հետցնցում, որոնցից 12-ը գերազանցել են 4 մագնիտուդը։ Իշխանությունները ժամանակավորապես բնակիչներին տեղավորել են դրսում վրանների տակ, քանի որ շատերը խուսափում էին տուն վերադառնալ, վախենալով հետագա երկրաշարժերից։ Հորդառատ անձրևը բարդացրեց փրկարարական խմբերի աշխատանքը եւ բնակիչների կյանքը։ Որոշ մարդիկ, ովքեր ապաստան էին գտել տաղավարներում եւ սրճարաններում, չնայած հեղեղին, հետցնցումների ժամանակ կրկին դուրս վազեցին։ Սեյսմոլոգների տվյալներով, վերջին 3 ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է մոտավորապես 12,000 սեյսմիկ իրադարձություն, եւ դրանց թիվը շարունակում է աճել, ինչը անսովոր է այս տարածքի համար։ Հարկ է նշել, որ այս շաբաթ, ընդամենը 3 օրվա ընթացքում, աշխարհի տարբեր մասերում տեղի է ունեցել 6 կամ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ։ Նոր Զելանդիա։ Հոկտեմբերի 23-ին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Նոր Զելանդիայում ուժեղ քամիներ էին մոլեգնում, առաջացնելով ավերածություններ։ Փոթորկի հիմնական հարվածը հասավ մայրաքաղաք Վելինգտոնին, ինչպես նաև հարավային կղզու որոշ հատվածներին։ Որոշ վայրերում քամու արագությունը հասնում է ժամում 230 կիլոմետրի։ Մի քանի տուժած շրջաններում հայտարարվել է ամենաբարձր կարմիր վտանգի մակարդակ, որը չափազանց հազվադեպ է պատահում։ Արտակարգ դրություն է հայտարարվել Քենթերբերիում, երկրի ամենամեծ շրջանում։ Քամին տապալել է ծառերը եւ պոկել շենքերի տանիքները։ Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, եւ մի քանի մայրուղիներ փակվել են։ Ուժեղ քամիները նույնպես նպաստել են անտառային հրթեհների տարածմանը եւ մեծապես բարդացրել դրանց մարումը։ Մեր թողարկումների ժամանակ հանդիսատեսները հաճախ են մեկնաբանում, որ կլիմայի հետ ոչինչ չի կատարվում, որ ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում էր։ Անձրև էր գալիս, երկրաշարժեր էին լինում։ Մենք անկեղծորեն ուրախ ենք նրանց համար, ովքեր դեռ չեն տուժել կլիմայական աղետից։ Բայց, ինչպես ասում են, ավելի լավ է սովորել ուրիշի սխալներից։ Մենք կարող ենք միայն տեղեկատվությամբ կիսվել ձեզ հետ եւ առաջարկել 3 քայլ ձեր անվտանգության համար, իսկ դուք կարող եք ընտրել լսել թե ոչ։ Առաջին քայլը ցանկացած լրատվական հաղորդագրություն կարդալն է այն մասին, թե ինչ են ասում բնական աղետ ապրած մարդիկ։ Փորձեք ինքներդ ձեզ դնել նրանց տեղը։ Կարող եք պատկերացնել, որ ձեր տունը մի քանի րոպեում ամբողջությամբ ջրհեղեղի կենթարկվի կամ կքանդվի այնպիսի տորնադոից, որը երբեք չի պատահել ձեր տարածաշրջանում։ Առաջին բանը, որ ասում են բոլորը, ովքեր աղետ են ապրել, հետևյալն է. մենք չէինք սպասում, որ սա տեղի կունենա։ Հանկարծակիությունը գլխավոր գործոնն է։ Սա նշանակում է, որ ոչ ոք մարդկանց չի զգուշացրել, եւ ամենակարևորը, բնական աղետները շատ արագ են զարգանում եւ շատ ավելի ավերիչ են դառնում։ Ավելին, շատերը չգիտեն, թե ինչպես վարվել նման իրավիճակներում։ Որովհետեւ նրանք չեն հետաքրքրվում խնդրով եւ կարծում են, որ դա իրենց վրա չի ազդի։ Եվ մեկ այլ տեսակետ, որը կիսվում են բոլոր ականատեսները եւ աղետից փրկվածները, այն է, որ նրանք հետագայում մենակ են մնում իրենց դժբախտության հետ։ Նրանք չունեն ապրելու տեղ, ուտելու բան եւ խմելու ջուր։ Այո, փրկարարները անում են ամեն ինչ, ինչ կարող են, բայց նրանց տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները չափազանց սահմանափակ են։ Մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքը փրկելը մեր պատասխանատվությունն է։ Երկրորդ քայլը հասկանալն է, թե իրականում ինչ է կատարվում կլիմայի հետ։ Ալլատրա միջազգային գիտական թիմի աշխատանքի շնորհիվ բացահայտվել են կլիմայական աղետների իրական պատճառները եւ դրանք կանխելու ուղիները։ Դուք կարող եք ինքներդ ուսումնասիրել այս միջառարկայական հետազոտությունը, քանի որ ամբողջ տեղեկատվությունը բաց կերպով հասանելի է եւ ներկայացված է բարձ եւ հասկանալի լեզվով։ Գիտելիքը վերացնում է վախը եւ մղում է գործողությունների։ Եվ երրորդ քայլն այն է, որ մենք շտապ պետք է տեղեկացնենք մոլորակի յուրաքանչյուր մարդու արագ զարգացող կլիմայական ճգնաժամի մասին։ Արդեն կան ոչ անտարբեր կամավորներ, որոնք այս տեղեկատվությունը տարածում են բոլորի համար սոցիալական ցանցերում։
Այսօր ողջ մարդկությունը պետք է բարձրաձայնի եւ պահանջի միջազգային գիտական կենտրոնի ստեղծում, այս խնդիրը ուսումնասիրելու եւ լուծելու համար, հատկապես միկրո եւ նանոպլաստիկի ոլորտում, ինչպես քննարկել ենք նախորդ թողարկումներում։ Որպեսզի լավագույն գիտնականները լուծումներ գտնեն, հասարակությունը պետք է պահանջարկ առաջացնի։ Մենք պետք է գործենք հիմա։ Եվ ամենապարզ բանը, որ բոլորը կարող են անել, այս մասին խոսելն է։